համար, երեք տեսակ, որ Նիկոլը արդեն իր վերջին քաղաքական շունչն է փչում, իր հակաեկեղեցական արշավը տապալվում է, քանի որ նա այլևս չի գտնում եկեղեցու ներսում դավաճաններին, դրա համար արդեն անցել է ահաբեկչության։ Երեք ձերբակալվեց 4-րդ սրբազանը, Արշակ սրբազանը, եւ հենց հիմա ընթանում է նրա դատը, եւ ավանդույթի համաձայն նրա դատավորն է Մասիս Մելքոնյանը։ Խնդրեմ։ Ես Մասիս Մելքոնյանի եւ քննիչներին կցանկանամ, որպեսզի իրենք պատմության էջերը բացեն եւ նայեն, թե ինչ է կատարվել բոլոր նրանց հետ, ովքեր քաղաքական թելադրանքով սպանել են, կալանավորել են, բռնաճնշումների են ենթարկել հայրենիքի համար մարդ ընչող մարդկանց։ Ես ուզում եմ բերել միայն մեկ հայազգի մարդու ճակատագիրը եւ կթվարկեմ, թե ինչ ճակատագիր են ունեցել բոլոր այն քննիչները, դատախազները եւ դատավորները, ովքեր անմեղ մարդկանց են կալանավորել։ Եղել է Ագրանով ազգանունով մեկ հայ 4-րդ դասարանի կրթությամբ, ով սպանել է Մայակովսկուն, ով սպանել է Մանդելշմանին, Յոսեֆ Մանդելշտանին, ով սպանել է Նիկոլայ Գումիլովին, ով սպանել է Լենինգրադի ինտելիգենցիային։ Հասկանում եք, գործեր է թխել, ինչպես այսօր օրինակի համար Ադրբեջանի ազգի ծառայողներին, ԱԱՑ-ն հիմա կոչվում է ադրբեջանական ազգի ծառայողներ կամ ծառաներ, ովքեր այդ քննիչները գործեր են թխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ սրբազան եպիսկոպոսների նկատմամբ։ Ագրանովին ծեծելով 39 թվականին ծեծելով, ջարդելով սատկացրել են։ Եժովը, որը 1 միլիոն մարդու կալանավորման եւ սպանության համար է մեղադրվում 1 միլիոն 100,000 մոտավորապես։ Վերջում ծնկաչոք խնդրում էր, աղերսում էր կյանք թողնեն իրեն, չթողեցին։ Ռակասովսկուն 2 տարի բռնաճնշումների են ենթարկել։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ 8 իրավաբանները, ովքեր կապված են եղել Ռակասովսկու բռնաճնշումների համար, հետո դաժանորեն վերացել են։ Ոչ միայն վերացել են, 185 քննիչներ, ովքեր 36-38 թվականներին, մինչև 39 թվականը, բռնաճնշումների են ենթարկել տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչների, այդ 185-ից 92%-ը սպանվել են անհայտ պատճառներով։ Նրանց ընտանիքի անդամները կամ ազգանունափոխ են եղել, կամ ընդհանրապես անհայտացել են պատմության թատերամբերից։ Այսինքն Աստծո դատաստանը եւ մարդկային վրեժը մշտապես խոսել է։ Նիկոլը չկարողացավ բոլոր ճնշումներով, բռնաճնշումներով, խոստումներով, սարսափելի հակաիրավական գործերով չկարողացավ դավաճաններ գտնել եկեղեցում։ Մոտավորապես 750 եկեղեցական սպասավորներից Նիկոլի ձեռքը սեղմեցին 8 դավաճան եպիսկոպոսներ, որոնք սակայն ըստ պատտվող լուրերի ձեռքը սեղմելուց հետո ասել են հանգիստ թողեք եկեղեցուն։ Բայց իրենք չեն հասկանում, որ Նիկոլը օգտագործում է բոլորին ու դեն է նետում։ Կճոյան, Բետլի Կճոյան, քեզ օգտագործեց ու դեն է նետելու։ Դու իրեն համար արժեք չես, դու իրեն համար Նիկոլի համար գործիք ես։ Պատահական գործիք թուրքական Փաշազադեի եւ Ալիևի հրամանները Էջմիածնի Ղազավատ ստեղծելու ճանապարհին։ Պատահական։ Բայց հիացմունքով կարդացի 40 եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների դիմում նամակը վեհափառին։ Իրենց հավատարմությունը, կրոնական հնազանդությունը, եղբայրական սերն ու Հովվապետի հանդեպ մեծ հարգանքը ցույց տվեցին այդ 40 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները։ Այդ դրանք իսկական հայ առաքելական սուրբ եկեղեցու սրբազաններ են։
Դրանց նաև գումարենք 3 եպիսկոպոսներ սրբազաններով, որոնք բանտում են գտնվում, դա դառնում է 43։ Հենց 3 դատի ժամանակ Բագրատ Այո, Սարգսյանը կոչ արեց, այո, կոչ արեց։ Եվ ճիշտ կոչ արեց։ Դավաճանը, ով հանուն քաղաքական նկարտումների եւ վախի դավաճանում է իր փիլոնի սրբությունը, իր սրբազանության սրբությունը, եւ սրբազանը ծնկի է գալիս ոչ թե Աստծո առաջ, այլ ծնկի է գալիս դավաճան, հայասպան, խաբեբա, ստախոս, մանիպուլյատոր, թուրքի հպատակ, հայրենիքը վաճառած, արցախցիներին սպանած, բանակը քանդած, Հայաստանի պետական ինքնիշխանությունը ոչնչացրած մեկի առաջ, դա ոչ թե սրբազան է, այլ պարզապես ազգային խայտարակություն ու դավաճան։ Եվ ես կոչ եմ անում իմ սուրբ վեհապետ, իմ սուրբ վեհապար, կաթողիկոս ամենայն հայոց, կարգալույծ հռչակիր այդ դավաճան պատեհապաշտ եկեղեցականներն, ովքեր այդ բարձր տիտղոսը կրելու իրավունք չունեն։ Մարդիկ, ովքեր դժվարության պահին առնետի նման լքում են իրենց վեհապարին, իմանալով, որ մի շիզոֆրենիկ հիմար, որպեսի թուրքական փողերը, որ տրվել է իրեն, ծառայի, որպեսի հանկարծ թուրքերը չհրապարակեն այն բոլորը ինչ որ կա, ինչ որ արել է այդ դավաճանը, անում է ամեն ինչ թուրքերին հաճոյանալու համար, որպեսի դա իր քաղաքական նկատառումն եւ թուրքերի հրամանները կատարի, դուք գնում եք նրա ձեռքը սեղմում եք, դուք ուրեմն դուք արժանի չեք եպիսկոպոս սրբազան կոչվելու իրավունքից։ Եվ ես կոչ եմ անում բոլոր եկեղեցիներում պատարագի ժամանակ մերժեք այդ տականք դավաճանների պատարագի մատուցումը եւ եկեղեցիներում կանչեք Տեր Աստված, նրա որդի Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգի հայոց վեհապար։ Բոլորդ ասեք դա։ Ես ուրիշ բան ասեմ։ Նիկոլը այնքան է շփոթված իր պարտությամբ, որ ինձ դեսպաններից մեկը ցույց տվեց ծածկագիր, հեռախոսով ցույց տվեց ծածկագիր, որ ուղարկել է արտաքին գործերի նախարարությունը, ես չկարդացի իհարկե ծածկագրի տեքստը, չէր երևում, բայց ինքը ասեց ինչ են ուղարկել, ասեց, որ ուղարկվել է ծածկագիր, որ Հայաստանի բանը տվյալ երկրում, որտեղ դեսպանատունը գործում է Հայաստանի Հանրապետության, կանչեն հայ համայնքի ներկայացներին եւ պարզաբանումներ տան Նիկոլի քաղաքականության մասին, ինչու է հակաեկեղեցական քաղաքականություն վարում, եւ բացատրեն Նիկոլի ճշմարտացիությունը։ Ահա դա եք ասել ինձ, ես ուրիշ բան չեմ կարող ասել, բացատրել Նիկոլի ճշմարտացիությունը։ Եվ ասես, որ 4 դեսպանատներ, որտեղ մեծ հայկական համայնքներ կան, կանչել են հայ համայնքի ներկայացուցիչներին եւ 4 համայնքներում միայն 1 հայ է ներկայացել, դա եղել է Քրիստոսի ոնց են կոչվում այդ աղանդները, ինչ որ աղանդի ներկայացուցիչ, ասեց, բայց ես հիմա չեմ կարող ճիշտ հիշել իր ասած, որ աղանդի ներկայացուցիչն է, այն էլ գնացել է եւ ասել է եկեղեցին սուրբ է, հայոց եկեղեցին սուրբ է, ես աղանդ եմ ներկայացնում, բայց եթե իմ եկեղեցու նկատմամբ նման քայլեր կատարի, ես կպայքարեմ այդ քայլերի դեմ։ Ես համամիտ չեմ Նիկոլի քաղաքականության հետ։ Դուք պատկերացնում եք, եւ Մարսելում, երբ վեհապարին ընդունում են որպես ամենայն հայոց կաթողիկոս եւ ընդգծված հարգանքով, դա ցույց է տալիս, որ հայերը ամենտեղ հասկանում են Նիկոլի քաղաքականության ողջ հակազգային դավաճանական էությունը։ Բոլոր հայերն են հասկանում։ Եվ ասեմ ձեզ, ես չեմ ուզում այդ օրինակը բերել, բայց ես չեմ տեսել մի դեպք, երբ ինձ որևէ մեկը վատ գործ կատարի եւ Աստված չպատժի իրեն։ Եվ ընդհանրապես Աստված պատժում է բոլորին։ Պատժում է բոլորին։
Նայեցեք, նրանք ովքեր զրկել են մարդկանց ազատությունից եւ իրենց պաշտոնական դիրքը չարաշահել են, այլ գործեր են կատարել, նրանք ինչպես օրինաչափություն ցեղով, տոհմով ոչնչանում են։ Եթե ինչ որ քննիչի թվում է, որ Սրբազանին փորձեցին հեղինակազրկել քերակնոջով, լայն օպերացիա ծավալեցին, հիշում եք Մանվել Գրիգորյանի Տուշոնկա օպերացիա, որը հետո պարզվեց, որ ԱԾ-ի պատվալում է նկարահանվել, բայց ժողովուրդը մի քանի տարի ապրեց այդ շոուով, հետո հասկացավ, որ ժողովուրդը հիմա ամոթից լռում է։ Բայց այդ լռության մեջ մենք կորցրեցինք Շուշի ու Արցախ։ Հիմա քերակնի օպերացիա, վեհապարի երեխա, բալավ այդ երեխան խիչ ու դուրս գալիս, ասում ես վեհապարի երեխան եմ։ Աշակ Սրբազանի գործը, որը կարում են Մի նրան։ րոպե, ես հասնում եմ նրան, ես գիտեմ, իմ նկատմամբ շատ գործեր են կարել, ես գիտեմ ինչպես են այդ գործերը կարվում։ Երբ ես ասել եմ ժողովուրդ հայոց, ազգ հայոց, այսինքն հայերի ազգ, հայերի ներկայացներ, ռազմական հեղաշրջում կատարեք, իմ նկատմամբ քրեական հետապնդում են արել։ Եվ գիտեք ինչ կա, իմ պահանջը, որ կատարել լեզվաբանական փորձակնություն, ինչ է նշանակում հեղաշրջում եւ ինչ է նշանակում ռազմական, չեն կատարել, բայց քրեական գործը հարուցեցին, 3 տարի իս դատեցին։ Եվ այդ դատողը պատասխան է տալու, քննիչը պատասխան է տալու, դատախազը պատասխան է տալու։ Դուք կարծում եք վերջացավ ամեն ինչ։ Դուք դատավոր կարծում ես Սրբազանին կանոնավորես դրանով դու ավարտվելու ես, ոչ։ Ախր դու մի օր քո երեխայի երեսին շղկացնելու են, օրինակ համար ես գիտեմ, որ 30 թվականին մեծ կուլակաթափ են արի իմ ընտանիքը, եւ պապս բանակից հայնական պատերազմից եղել է, հայրս հարցել էր, տատ ասում էր պապան եկավ հաց է բերելու, հաց բերել է, սոված եմ պահել։ Ասել դուք հարուստ եք, դուք կունենաք։ Ես մինչև այսօր գիտեմ այդ տոհմի ներկայացուցիչներին, ովքեր հետապնդել են, ովքեր վատ են վարվել իմ ազգի ներկայացուցիչ եւ ամեն անգամ ասելուց թքում եմ նրանց երեսին։ Ձեր երեխաների երեսին էլ են թքելու։ Դպրոցում, փողոցում, ամեն տեղ։ Բայց չեն թքի, եթե դուք մարդ մնաք։ Ունեք ես հանդիպել եմ դատավոր քննիչ, որոնք մարդ են մնացել, և մինչև մել հարգանքով եմ իրենց անունը արտաբերում։ Բայց նրանք ովքեր մարդ չեն մնացել, ես նրանցից վրեժ եմ լուծելու, և այդ վրեժը լինելու է օրինական վրեժ, Աստծու կողմից ինձ տրված օրենքի վրեժ։ Հիմա նայեցեք, եպիսկոպոսին, թեմի առաջնորդին, բարձրագույն մի քանի կրթություն ունեցած մարդուն ասում են, գիտես ինչ կա, հակակաթողիկոսական շարժման ժամանակ դու ինչ-որ մեկի գրպանը նարկոտիկ ես գցել։ Քանի տարի առաջ է դա եղել։ 7 տարի առաջ։ Եվ այդ 7 տարի առաջ այդ հանցագործությունը դուք թաքցրել եք և այսօր բացահայտում եք։ Հասկանում եք։ Իմ դեմ ցուցմունք է տվել միլիցիոները, անօրինական։ Ցուցմունք է տվել միլիցիոներ։ Երբ նայում եմ աչքերին, ոստիկանության սպան աչքերը թաքցում, ասում եմ կներես, ես չէի կարող, ինձ ասեցին։ Բա լավ, քննիչ, դու չես ամանչում։ Քրեադատավարական օրենսգրքում կա հոդվածներ, 12 կետ ունի այդ հոդվածը, անօրինական ձեռք բերված ապացույցների համար քննիչը, դատախազ և դատավորը պատասխան են տալու։ Եթե ինչ-որ նիկոլական աղբ, ես նիկոլականներին աղբ եմ ասում, Նիկոլին պաշտպանողը չի կարող լինել մարդ։ Հասկանում ես, անալիտիկ մտածողության մարդ, եթե այդքանից հետո նա Նիկոլ է պաշտպանում, ուրեմն նա ինչ-որ հոգեբանության և գիտակցության հետ խնդիրներ ունի։ Հիմա ասեմ, ինչ-որ մեկը գնացել գրել է, այսինքն նա 7 տարի հանցագործություն թաքցրել է, ինչի՞ չէ քրեական գործ հարուցում հանցագործություն թաքցնելու համար։
Կամ քննիչ, եթե իմացել ես ինչու չես այն ժամանակ քրեական գործ հարուցել։ Կամ ինչ ապացույցներ եք բերելու, որ նա դա արել է։ Ինչ որ մեկի զրպարտությունը, Հիմա այնքան շատ են 50,000 դրամով Նիկոլին ծափ տվողները։ Դուք չեք պատկերացնում ինչքան շատ են։ Եվ որ խոսացում եք, նրանք կյանքի խոսք աղանդից են։ Կամ ինչ որ մի այլ աղանդներից։ Հասկանում եք։ Եվ հիմա ինչ որ մեկին բերել են քրեական, գիտեք 3 ամիս է քերակնոջ պատմությամբ չկարողացան կոտրել մարդուն, վեհապարի դեմ հարձակումներով չկարողացան կոտրել մարդուն, դավաճան եպիսկոպոսներով չկարողացան կոտրել մարդուն, ինչ են անում։ Քրեական գործ, որը ապացուցելի չէ։ Ապացուցելի չէ, հետո գիտեք քննիչը ինչ է անելու, այսօրվա դատավորն ով էր, ներեցեք։ Մելքոնյան։ Գիտես, երբ ես դատավորին, քննիչին հարց տվեցի, ասի դու հանցագործություն ես կատարում, ասես հանցագործություն եմ կատարում, թող դատավորը որոշում կայացնի։ Այսինքն հիմա բոլոր քննիչներն ասելու են, եթե ես սխալ էի, թող դատախազը քրեական գործը մերժեր, թող դատավորը քրեական գործը մերժեր արդարացնել, եթե ես սխալ էի։ Այսինքն քննիչին պատվեր են տալիս, ինքը հանցագործություն է կատարում, բայց պատասխանը դուք եք տալու։ Դատախազ եւ դատավոր դուք եք տալու։ Եվ եթե ինչ որ մեկին թվում է, որ պատասխան չեն տալու, սխալվում եք։ Ես ուզում եմ ուղղակի 185 Եժովյան քննիչներից 92%-ը վրեժի արդյունքում ոչնչացվել են։ Հասկանում եք։ Վրեժի արդյունքում ոչնչացվել են։ Հայերենական մեծ պատերազմից հետո տեղի ունեցավ սպանությունների շղթա, որոնց նկատմամբ քրեական գործեր դադարեցրեցին։ Գիտեք, ազգականները սպանում էին բոլոր այն դանոշչիկներին, անանիմկա գրող դանոշչիկներին, ովքեր ում գրած զրպարտանամակի պատճառով կալանավորել էին, աքսորել էին, գնդակահարել էին իրենց հարազատներին։ Սովետական միությունում այդպիսի սպանություններ եղել է 300,000։ Այսինքն մարդիկ իրենց ազգականների, տանջանքների, գնդակահարությունների 15 տարի աքսորում գտնվելու, տանջվելու, առողջությունը կորցնելու համար վրեժ էին լուծում բոլոր զրպարտիչներին։ Հայաստանի Հանրապետությունում այդ զրպարտիչներին կարելի է մատների վրա հավաքել։ Եվ նրանց բոլորի ճակատին խարազանված է դավաճան կապիտուլյան ստախոս Նիկոլի անունը։ Եվ բոլորը պատասխան են տալու։ Եթե արքիեպիսկոպոսին կալանավորում ես, Նիկոլ, դու ոչնչացված ես։ Իհարկե դու ոչնչություն ես եղել, պարզապես թուրքական ապրանք ոչնչություն։ Բայց երբ դու կալանավորում ես եպիսկոպոսներին, դա նշանակում է, որ դու ստացել ես հրաման չկատարելու դեպքում դու չես լինելու, դու չես կարողանալու եկեղեցին կոտրել։ Ես կոչ եմ անում վեհապարին, բոլոր դավաճաններին հեռացրու եկեղեցուց։ Այսօր հայ ժողովուրդը առավել քան երբևէ քո կողքին է, քո թիկունքին է, աղոթում է քո համար, աղոթում է քո համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը շոուներ է ստեղծում, հասկանում ես, մարդկանց կանչում է 1000 հոգի եկեղեցի պատարակի, գալիս է 50 հոգի, այն են միայն աղանդավորներ և պաշտոնյաներ։ Երբ շիշ բռնողի եղբորը հարցնում են ով է քեզ կանչել, ասում են Նիկոլ Փաշինյանն է կանչել պատարակի։ Դա հասկանալի է, չէ՞։ Դա հասկանալի է, չէ՞։ Եվ եկեղեցում, որտեղ 200 մարդ կարող է կանգնել, 150 հոգին հատուկ ծառայությունների, ոստիկանությունների ախրանիկներն են, բայց մի քանի ինքնահոս զոհ կանայք, իսկական հայ կանայք,
Գոռում են Վեհապարի անունը եւ Նիկոլին Դավաճան են ասում։ Դավաճան Կապիտուլյան Սրիկա են անվանում։ Եկեղեցում։ Հասկանում եք։ Ինչքան հզոր է հայոց ոգին, հավատը եւ հայ միայնակ կինը, ով դուրս է եկել իր սրբության սրբոցը պաշտպանելու համար։ Մի քանի օր առաջ ես նայեցի Կետմիի, դա հատուկ Իսրայելի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարն է եղել, որ քաղաքական շատ լավ վերլուծություններ է կատարում, հանճարեղ խոսք ասեց. հայ ժողովրդի ամենամեծ գանձը դարերով բերված իր եկեղեցին է։ Նիկոլը անգամ դա է ուզում կործանել, հանուն նրա, ինչ իրենից պահանջում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Եվ եթե ինչ-որ մեկը, ֆեյքերը շատ են, իհարկե ֆեյքերը ակտիվացել են, ինչ-որ մեկը լռում է, անտարբեր է, նա իր զավակների, երեխաների և իր դագաղի մեղն է մեղում, առանց հայոց եկեղեցու, առանց հայոց բանակի, առանց Արցախի, առանց մեր պատմության, առանց Արարատի սարի, մենք ոչինչ ենք։ Իսկ Նիկոլը ոչնչացրել է բանակը, ոչնչացրել է Արցախը, ոչնչացրել է Արարատ սարի սրբությունը, հայոց ցեղասպանության ոգին, վրիժարության ոգին ոչնչացրել է, հիմա ոչնչացնում է հավատը, որպեսզի իր տականքներով, իր քպայականներով, ես ինչու եմ քպայականներին անվանում թուրքական ապրանք, որովհետև ՔՊ-ի լոգոն 1900, եթե չեմ սխալվում, 73 թվականին Մեջլիսի կողմից, թուրքական Մեջլիսի կողմից ընտրված տեղական արտադրության լոգոն է։ Այսինքն արտադրված է Թուրքիայում։ Նիկոլը եւ նիկոլականները արտադրված են Թուրքիայում։ Եվ ապագա կա լոզունգը, այդ կոչը նույնպես թուրքական վաթան հայերենիք կուսակցության լոզունգն է, գելեչեք վար, գելեչեք, ապագա կա ապագա։ Այնպես որ թուրքական ապրանքը թուրքերի համար կործանում է հայոց եկեղեցին։ Եվ եթե ինչ-որ մի հայ այդ մասին չգիտի, դա ինքը հայ չէ։ Բայց ստերը շարունակվում են։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ստում է, որևէ մի հայտարարություն է անում ազգային ժողովում եւ մարդիկ, խելացի մարդիկ գնում հանում են պատմական փաստերը եւ ցույց են տալիս, որ Նիկոլ դու հերթական անգամ ստեցիր քո թալանը, որ պետական բյուջեին 8 միլիարդ պարկ ես ավելացել, շուտով կդառնա 9 միլիարդ պարկ, դու ես այդ մասին մոռա, մենակ Շիրակի թեմում ես նշեցի, որ դեսպանատներին մերժել են, ինչու մենակ ԱԱԾ-ն։ Շիրակի թեմի քահանային մոտեցել է համալսարանի ռեկտորը, նիկոլական այդ համալսարանի ռեկտորը, որը ինձ թվում է գյումրեցի չի, եթե իրեն արմատները մենք հանենք, ապա կտեսնենք, որ նա 1920 թվականի արդյունք է, ժառանգորդ է 1920 թվականի, եւ թուրքերը կարճ ժամանակ օկուպացրել են Գյումրին, ես չգիտեմ, բայց կասկածում եմ այդ մասին, եւ ինձ թվում է, որ գենետիկական ստուգում պետք է անցնի այդ մարդը, մոտենում է քահանայի եւ պահանջում է, որպեսզի գիտես ինչ կա, Վեհապարի անունը չտակ։ Հետո ես լսել եմ այն բացատրությունը քահանայի, որ իրեն մոտեցել է համալսարանի ռեկտորը, բայց մամուլում տեղ գտավ նաև, որ ԱԱԾ-ն է մոտեցել, իհարկե ԱԱԾ-ն հիմա ամբողջովին լծված է Աննայի եւ Նիկոլի քաղաքականության մաքսազերծմանը եւ ռեկետին, տնտեսական ռեկետին է լծված եւ ամեն ինչ անում է, որպեսզի պետությունը վերջնականապես դնի թուրքերի ոտքերի տակ եւ հենց այնպես չի, որ 1921 թվականին Գորիսի Տաթևի գազալցակայանում մի հատ գորիսեցի հանճարեղ խոսք ասեց ԱԱԾ գրած թիկունքին գրած մի քաղաքացու, ասեց այդ նշանակում է ադրբեջանական ազգի ծառաներ, հա Եվ դա տպավորվել է իմ մեջ, իրականում դուք ադրբեջանական ազգի ծառաներ եք։ Այո, քահանան մերժել է, այդ մասին հայտարարություն կատարեց եւ մամուլը հրապարակեց իր հայտարարությունը
Եվ անգամ ռեկտորը երբ ստել էր, դե իհարկե նիկոլականների համար սուտը դա առօրեական է, առօրեական, գիտեք ինչ կա, իրենք ակնառու փաստը կարող են սուտ ներկայացնել եւ չամաչել, որովհետեւ իրենք քաղաքական կապիտալը միայն սուտն է, խաբեբայությունը մանիպուլյացիան։ Հասկանում եք։ Եվ քահանաները մերժել են, ընդ որում իմ ունեցած տվյալներով 12 եկեղեցի են գնացել եւ 12 եկեղեցու քահանաները մերժել են եւ ասել են հանգիստ թողեք եկեղեցուն։ Մենք ունենք մեր կանոնակարգը, պատարագը ունի իր կանոնակարգը։ Երբ կփոխվի կանոնակարգը, կփոխվենք նաեւ մենք։ Մենք հովվապետ ենք, մեր հոտը պետք է տանենք եկեղեցու կանոններով։ Ես խոսեցի քահանաներից մեկի հետ, որին վախեցրել են, որ քրեական գործ կհարուցեն, ինքը մի շատ հետաքրքիր բան է ասել։ Ասել է մենք բոլորս կապանքների մեջ ենք, մեր մարմնի մեջ, մեր հոգին մեր մարմնի մեջ կապանքների մեջ են։ Թե այդ կապանքները որտեղ են գտնվում, եկեղեցում, տանը, թե բանտում, մեր հոգին ազատ է, հոգին չեք կարող կապանքել։ Եկեղեցականը քահանաներ եւ եպիսկոպոսներ, ձեր հոգին մի վաճառեք սատանային, մի վաճառեք թուրքին, մի վաճառեք։ Հասկանում եք։ Մի վաճառեք։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի հերթական ստին ազգային ժողովում։ Երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ասեց, որ պետական պարտքը ավելացել է, քանի որ ինքը զենք է գնել, մենք բերեցինք Ստոկհոլմի վերլուծությունը եւ հաշվետվությունը ՄԱԿ-ին, որտեղ գրված որ Հայաստանի Հանրապետությունը 1 միլիարդ 88 միլիոն, եթե չեմ 88 միլիոն դոլարի զենք է գնել 2020-ից հետո 24 թվականը մինչև 4 երկրներից 9 անգամ։ Եվ Նիկոլը ինչ պետք է անի, արդեն նա գիտի, չէ՞ որ այդ ինֆորմացիան տարածվեց, ազգային ժողովում հնչեցվեց, որ ուր է 3.5 միլիարդ ուր է, Նիկոլ Փաշինյանը երեք հերթական սուտն է ուզում ասել, արդարացումը, որ բյուջեն ծախսվել է արցախցիների վրա։ Շատ լավ։ Վերցնում ենք կառավարության որոշումները 2020 թվականին, կառավարության որոշումները 2023 թվականին։ 2023 թվականներին կառավարության որոշումներով արցախցիներին տրվել է, ուշադիր լսեք։ 20 թվականը հանում ենք, որովհետև Արցախը գոյություններ փողեր տրվում նրան, 23, 24, 25 թվականներին արցախցիներին տրվել է ընդամենը 49 միլիարդ դրամ արցախցիներին փող է տվել Նիկոլ Փաշինյանը։ Հիմա բերում ենք մամուլում հրապարակված նյութերը։ Ինչքան փող է եկել արցախցիներին։ Ուրեմն 2024 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ ԱՄՆ-ից 11 միլիոն 500 հազար դոլար է եկել արցախցիներին, Գերմանիայից 7 միլիոն դոլար, ԵՄ-ից, Եվրամիությունից 16 միլիոն եվրո, Դանիա, Իսպանիա, Նորվեգիա, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա 27 միլիոն եվրո, 5 միլիոն դոլար, այնուհետև Ֆրանսիայից 7 միլիոն եվրո, Իտալիայից 4 միլիոն եվրո, եւ այսպիսով բոլորը միասին 49 միլիոն դոլար է եղել, 49 միլիոն դոլար, ուր են այդ փողերը, Նիկոլ Փաշինյան, ինչ արցախցիներին տրված փողի մասին է խոսում, եւ կառավարության որոշմամբ, այդ բոլոր հատկացումները բյուջեից է գնացել, բյուջեից, նախատեսված օգնության բյուջեից, դու ուզում ես արտաքին պարտքի թալանը, այն որ օֆշորներ են փոխանցվել քո եւ քո մտերիմների հաշիվներին, ասես Արցախի, դու ստում ես Նիկոլ Փաշինյան, դու խաբեբա ստախոս ես Նիկոլ Փաշինյան, արցախցիների փողը լափել ես Նիկոլ Փաշինյան, եւ սրիկայորեն այլասերված հոգեբանությամբ կանգնում ես ու ժողովրդին խաբում ես։ Ուր է 49 միլիոն դոլարը արցախցիներին տրված
փողը։ Դա 49 միլիարդից ավել է, 50 միլիարդ դրամից ավել է։ Ուր է դա։ 150,000 արցախցիներից 16,000-ն են քաղաքացիություն ընդունել։ Ինչու։ Ընդ որում այդ 16,000-ը դրանք ոչ թե բուն Արցախից, այլ ազատագրված տարածքների բնակիչներն են, ովքեր եկել են այստեղ եւ նրանք Հայաստանի Հանրապետությունն գնացել էին այնտեղ, օրինակի համար շատերին գիտեմ, որոնք Սիսիանի շրջանի գյուղերից են, ովքեր գնացել էին ազատագրված տարածքներ, գյուղաֆերմաներ էին դրել, գյուղատնտեսությամբ էին զբաղվում, արդյունաբերությամբ էին զբաղվում, գեսեր ունեին, հեկերում էին աշխատում եւ այլն։ Նրանք եկել են եւ նորից վերականգնել իրենց քաղաքացիությունը։ Այդ 16, իսկ բուն Արցախից ոչ մեկը քաղաքացիություն չի ընդունել։ Նախ Արցախցին գիտի, որ եթե դու իշխանության չեղար, մենք վերադառնալու ենք Արցախ։ Երկրորդը։ Դու ստում ես, որ դու արցախցիներին օգնել ես։ Հայ ժողովուրդն է օգնել պետական բյուջեի հարկերի հաշվին, իսկ դու պետական պարտքը թալանել ես։ Այնպես որ դու պետք է պատասխան տաս, թե 4 միլիարդ դոլարը ուր է։ Ներեցեք, 8 միլիարդ դոլարը ուր է։ Որովհետև անգամ զենք այդ 1 միլիարդ դոլարը, որ կա, արկա է, որ Ստոկհոլմի հաշվետվությունը կա, չէ, այդ 1 միլիարդ դոլարը դա մեր հարկատուների փողերն են, դա պաշտպանության բյուջեից է փոխանցվել, եւ դու չես կարող ասել։ Իհարկե 150 միլիոն դոլար Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ փոխանցված սփյուռքահայերի փողերը լափեցիք։ Հետո սուտ հայտարարեցիր, որ տեղի է ունեցել ստուգում եւ համաշխարհային կազմակերպություններից մեկը ֆինանսական աուդիտ է կատարել Հայաստանում, համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ ինքը Հայաստանում ֆինանսական աուդիտ չի կատարել։ Անմիջապես դրանից հետո, բայց այդ սուտը ասեցիք ու անցավ, բայց չի անցել։ Ախր գալու է օրը, որ Վալուձա Հովհաննիսյանը, Պողոսը, Պետրոսը դատի են տալու։ Գալու է մի ազնիվ քննիչ եւ ասելու է, գիտես ինչ կա, այսինչ հայտարարության համաձայն ես քրեական գործ եմ հարուցում։ Նիկոլ Փաշյան, ուր է 8 միլիարդ փողը։ Ուր է արցախցիների փոխանցված 49 միլիոն դոլարը։ Ուր է կորել այդ փողերը։ Դրանցից ոչ մեկ արցախցուն չի տրվել, տրվել է պետական բյուջեից։ Գիտեք, այն աշճան լկտիացի եւ ցինիկացել են ԿՊԱ-ականները, որ մեկը հարցում է. Հրաչյա Հակոբյանը ինչի միլիոնատեր չի։ Ես ուզում եմ մի հարց տալ, նախ Հրաչյա Հակոբյանը միլիոնատեր է, դոլարային, երկրորդը Հրաչյա Հակոբյանի ընտանիքը, երեխաներն ու իր կինը Ամերիկայում ինչ փողերով են ապրում։ Շքեղ կյանք վարում։ Ինքն էլ տարվա կեսը Ամերիկայում է։ Ինչ փողերով է գնում, գալիս, ապրում։ Ուզում ես ուրիշ բաներ ասեմ, բայց դա հաջորդ անգամ։ Ես ուզում եմ անդրադառնալ Աննա Հակոբյանի կեղծ եւ ոչ բանականությանը մոտ հայտարարությանը, որ 8-ը իր հետ կապ չունի եւ ինքը դիմել է դատախազություն, այդ հարցը քննելու համար, եթե դիմել ես դատախազություն, հրապարակի դիմումդ։ Ես մանեկա չգտա դատախազության սայթում քո դիմումը։ Ոչ էլ հարուցված քրեական գործ, ոչ էլ հարուցված հետաքննություն, ոչինչ չգտա ես դատախազության սայթում։ Եթե դիմել ես դատախազություն, հրապարակիր։ Եվ բոլորը ասում են երկու նպատակ ունի, քանի որ բոլոր տեղերում Աննա Հակոբյանի 8-ները բոյկոտում են եւ այդ խանութների առևտրաշրջանառությունը իջել է 5%-ի, ԿՊԱ-ականներին եւ պաշտոնյաներին ստիպում են, որպեսզի այդ խանութից առևտրան, ելի այդ խանութները կործանվում են, որովհետեւ քրտինքով ստեղծածի խլումը երբեք ոչ մի լավ բան չի բերել։ Աննա Հակոբյան, եթե դա քեզ հետ կապ չունի, կապ ունի Նարեկ Նալբանդյանի եւ նա եղբոր հետ։ Հասկացանք, քեզ հետ կապ չունի։ Նարեկ Նալբանդյանը ինչպես է կարող ԱԱՑ-ին ուղարկել տերորի եւ վախի մթնոլորտ ստեղծելու այդ խանութի տերերի համար։ Այդ Նարեկ Նալբանդյանը այդքան կա, որ հարկային տեսչության ուղարկում է տասնյակ միլիոններով տուգանում են մարդկանց, հետո ասում են խանութից հրաշարվի, տուգանները չեղալ հայտարարենք։ Եթե
Աննա Հակոբյան դու չես, ԱԱՑ-ն հարկային է, ինչու են ծառայում Նարեկ Նալբանդյանին։ Դա սահմանադրական կարգի տապալում է, ինչու քրեական գործ չեք հարուցում, որ Նարեկ Նալբանդյանը ԱԱՑ-ն եւ հարկային տեսչությունը իր հասարակական նպատակներով օգտագործում է մարդկանց տերորի, շանտաժի եւ սեփականազրկման ենթարկելու համար։ Ինչու՞ չէ քրեական գործ հարուցում։ Եթե Աննա Հակոբյան դու չես, ապա Սիսիանում Գեղամին երկու խանութ ուներ, ես նորից եմ ուզում կրկնել, այդ մարդու ես դեմքով չեմ ճանաչում։ Սիսիանցի լինելով հաճախ եմ լսել, բայց իրեն թե չեմ շփվել, չեմ ճանաչում եւ մոտովս անցնի չեմ էլ ճանաչի։ Բայց բոլորը խոսում են, բոլորը անխտիր խոսում են, որ Գեղամին տուգանել են 5 միլիոն, հետո կանչել են ասել խանութից հրաժարվի, վարձով քո տարածքն է սեփական, երկու խանութներից հրաժարվի, տարածքը այսքան վարձակալությամբ ենք տալու, թե չէ 5 տարի դատելու են 40 միլիոն էլ դրամ էլ տուգանք ենք դնելու վրա։ Եթե Աննա Հակոբյան դու չես, ով իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 40 միլիոնով 5 տարի դատվելով սպառնա եւ խանութը խլի նրան։ Եթե Աննա Հակոբյան դու չես, Հայաստանի Հանրապետության տերորի ռեկետի թիկունքում կանգնած, ինչու պետք է Հայաստանի Սիսիանի էլեկտրացանցերի տնօրեն 20-30 տարվա էլեկտրացանցերի արժանապատիվ աշխատող մի մարդու հանեն եւ նշանակեն բնունիսում, ում մոտ դու երկու անգամ հյուր ես գնացել, Զոհվացի մայրը, որը նոր ամուսնացել երջանիկ լինի, նոր ամուսնու հետ միասին, նա ասածով մի ջահելի բերում ես դնում ես էլեկտրացանցերի տնօրեն։ Եթե դու ռեկետյորը չես Հայաստան Հանրապետության, դա ինչու ես անում դու։ Դու ով ես որ դա անում ես։ Դա էլ է սուտ։ Եթե Աննա Հակոբյան դու չես, Գորիսի Արարատ խանութի տիրոջը ինչու են կալանավորում տանում ԱԱՑ-ը, հետո հրաժարվում է իր խանութից, վարձակալությամբ խանութը տալիս է 8-ին։ Եթե դու չես, ինչպես է։ Քեզ թվում է թե մարդիկ չգիտեն, ես ու այդ տղան, որի անունը չեմ տա իր անվտանգության համար, երկու քրոջ թորներ ենք։ Երևանում երկու խանութ ունեն։ Եկել են ԱԱՑ-ն ու հարկայինը փակել են։ Ասեն սա պետք է 8 աշխատի։ Վերջ։ Փակվել է իր խանութները, որը 40 տարի ինքը խանութներով էր զբաղվում։ Հասկանում եք։ Լավ դու չես, ով է այդ անտեսանելի ձեռքը, որ ղեկավարում է ԱԱՑ-ին, հարկայինին։ Հա՞։ Այդ ո՞նց եղավ, որ 15 միլիոն արժողությամբ Եղվարդի Ադամանդի գործարանը, վերամշակման գործարանը 3 միլիոն դոլարով վերցրեց Նարեկ Նալբանդյանը։ Այդ Նարեկ Նալբանդյանը այդ ինչ է, որ 15 միլիոնից 3 միլիոն սարքեց, 5 անգամ պակասեցրեց, հետո սեփականից կամ Նարեկ Նալբանդյանը, որ 18 թվականին Աննա Հակոբյան 18 թվականին Նարեկ Նալբանդյանը ըստ մամուլում պատտված լուրերի ունեցել է մի քանի միլիոն դրամի վարկ սնանկացման դատական process է ունեցել եւ հանկարծ Նարեկ Նալբանդյանը դառնում է 10 միլիարդ դրամանոց պետությանը նվիրատված Ծաղկաձորի շքեղ հյուրանոցի տեր, ընդ որում 5 միլիարդ եւ 10 տարի պետք է աշխատի այդ 5 միլիարդը դա։ Այդ ինչպես է կատարվում, որ Նարեկ Նալբանդյանը 8 տներն է գնում, Նարեկ Նալբանդյանը 5 միլիոն դոլարով Հովիկ Աբրահամյանի տունն է գնում, Նարեկ Նալբանդյանը Ադամանդի գործարանն է գնում, դա դու չես։ Իհարկե դու չես, չէ, դու չես։ Այն 1.9 միլիարդ եվրոյի արժեթղթերի Դավոսում գնման հեղինակն էլ դու չես, Աննա Հակոբյան։ Ինչպես կարող ենք ապացուցել։ Դե հետո ինչ որ կոմերսանտը գրեց։ Դե գրեց էլի, դե մենք էլ իրավաբաններ չունենք։ Սաղին դատի տալու քպեականներ հնարավորություն ունեն, բայց կոմերսանտին դատի տալու պետական վիրավորանքի համար դա չունես։ Այդ ինչպես է, Աննա Հակոբյան, դու չես, դե գիտես ինչ կա, Արմեն Սարգսյանի Փեսանա 1.5 միլիարդ դոլարով բանկ գնել բանում Ամերիկայում։ Դե դու չես, Աննա Հակոբյան։ Դե իհարկե Աննա Հակոբյան դու չես, Նիկոլ Փաշինյանը չի 17 միլիոն դոլարանոց Կանադայում տուն գնել։ Դա ինչ որ գիտես Արսենե Խանջյանը օֆշորում հաշիվ է բացել։ Մենք կապ չունենք այդ անհասցե այդ հաշիվն է այնտեղ տուն առել, բայց որ կապում են Նիկոլ Փաշինյանի հետ, դա գիտես ինչ կա, դա ես չեմ կարող պատասխանել։ Դիմեք դատախազություն, դիմեք Կանադայի դատախազություն,
թե օֆշորը ինչպես է այդ 17 միլիոն դոլարով շքեղ առանձնատունը գնել։ Իհարկե դուք չեք, ձեզ թվում է թե այս կապիկություններով բանով դուք կարողանում եք տանել։ Իհարկե դուք չեք այդ օֆշորի հեղինակը, որ հիմա բժշկական ապահովագրության այդ 200 միլիարդը պետք է փոխանցվի։ Դա դուք չեք, հասկանում եք։ Օֆշորում ինչ որ մեկը բացել է, դե գիտեք ինչ կա։ Հա, Նիկոլ Փաշինյան։ Ուր է թոշակային կൂട്ടակային ֆոնդի 2 միլիարդ 280 միլիոն դոլարը։ Ինչու է չքացել այդ միլիոնները, միլիարդները։ Ուր է։ Ինչու են դրանք փոխանցվել այլ հաշիվներ եւ ինչու թոշակային ֆոնդը ընդհանրապես 1 տրիլիոն 220 միլիարդ դրամ ունի։ Եվ պետք է ունենա 2 անգամ ավել։ Հա? Հարց եմ տալիս։ Թե ձեզ թվում է, թե այսօր դուք պետք է իրոք վերարտադրվեք, որովհետև եթե չվերարտադրվեցեք, այդ բոլորը ջրի երես է դուրս գալու։ Այն 500 միլիոն դոլարը, որ Քաջարյանի կոմբինատից կորել է, օֆշոր է փոխանցվել։ Այդ 2 տրիլիոն դրամը, 2-3 տրիլիոն դրամը Վիվարոյներից, խաղատներից, խաղադրույքներից, որ փոխանցվել է օֆշոր, դրանց հետևից գնալու է պետությունը, ազգը գնալու է։ Ձեզ թվում է մանկապարտեզ դպրոց ներկելով դուք կարողանալու եք մինչև վերջերս ժողովրդին խաբել։ Եվ ով է քեզ տվել Նիկոլ Փաշինյան իրավունք Հայաստանի Հանրապետության թոշակառուներին հիմար անվանել։ Հիմարը ինքդ ես։ Ինչի Հայաստանի Հանրապետության թոշակառուն 10400 դրամ չի կարող տիրապետել, ծախսել, օգտագործել, որ դու հայտարարում ես, որ ինքը չի կարող դա արդյունավետ օգտագործել, ես դա իրեն չեմ տալիս։ Այսինքն մարդուն ապրելու իրավունքից զրկում ես, հայտարարում ես աղքատ ես, ուրեմն այդ աղքատը քո կրթությունն է մեղավոր, դու ես մեղավոր, որ աղքատ ես, հա? Ու փողը չես տալիս, փոխանցում ես օֆշոր բացված հաշվի համար, ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանը ձեր բոլորի աշխատողի եւ թոշակառուների բոլորի վրա 200 միլիարդ դրամ տարեկան հարկ դրեց։ Նոր փող է խլելու ձեզնից։ 200 միլիարդ դրամ փող է խլելու, որպեսզի առողջապահության այդ ծախսերը ինքը ձեզ չտա։ Արդեն դեղերը 3-25%-ով թանկացան, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ փողերը ուղղվել դեղերին։ Այսինքն կթանկացնի այնքան որքան բան եւ դուք նորից դատարկ կնստեք։ Օրինակ ես դեղ չեմ գնում, փառք Աստծո, առողջ եմ։ Ինչի պետք է իմ 10400-ը գնա դեղերի։ Ում գնում է, դու պարտավոր ես թոշակառույց դեղ ապահովես։ Բայց ոնց է դու 200 միլիարդ դրամի պարգևավճար ես բաժանում, բայց այդ 200 միլիարդ դրամը չես տալիս մարդկանց առողջապահական ծախսերը հոգալու համար։ Եվ ամենավիրավորականն նա է, որ քո նման ոչնչությունները Նիկոլ Փաշինյան մարդկանց դարձնում են հիմար, հայտարարում են հիմար, հիմարը դու ես։ Բոլոր թոշակառուները նրանցից մեծ մաս ովքեր առողջական խնդիրներ չունեն խոր ծերության տարիներին կարողանում են հոգալ իրենց փողով իրենց հոգսերը եւ կարողանում են արդյունավետ այդ դու արդյունավետ չես կարողանում օգտագործել մեր պետության փողերը, մեր ժողովրդի փողերը։ Դու մեր ժողովրդին հասցրել ես սնանկության աստիճանի։ Եվ ասեմ ձեզ, որ 2025 թվականին, եթե 2024 թվականին, 2025-ի համար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 1 տրիլիոն 500 միլիարդ դրամ ավել հարկ տուրքեր հավաքելու, ապա այդ հարկերը եւ տուրքերը այս 25 թվականին 1 տրիլիոն է դառնում, 1 տրիլիոն։ Եվ այն հայտարարությունը, որ պետբյուջեն 3 տրիլիոն կհասնի, դա հենց այնպես չի, դա ձեզնից արդյունաբերություն չկա, գյուղատնտեսություն չկա։ Ես երեք բերեցի, որ Հայաստանի Հանրապետության հացահատիկի մշակույթը 100,000 տոննայով պակասել է, ցանկատարությունները հազարավոր 50,000 հեկտարով պակասել են։ Այդ բոլորը վիճակագրական տվյալներն են, որոնք պետության ձեռքին կան, այդ բոլորը կան։ Հասկանում եք։ Եվ հիմա էլ
վերջին հայտարարությունում հայտարարեց, որ հեծը տրվելու է թուրքերին։ Ուղղակի հայտարարեց, ասես, գիտես կա պետիցիոնը պետք է բանանի, բայց քանի որ 500 միլիոն, 600 միլիոն փող պետք է դա պետիցիոնը չի ունենալու, եւ մենք տալու ենք կառավարման բանը վաճառելու ենք հեծը եւ արդեն երկու կազմակերպություն կան, երկուսը թուրքական կապիտալով կազմակերպություն։ Այսինքն հայերը լրիվ ստրկացվում են Նիկոլի կողմից եւ ինչ որ մեկը եթե չի հասկանում, նա ուղղակի չգիտեմ անալիտիկ մտածողությունից զուրկ է։ Ահա այն սարսափելի բաները, որ Նիկոլ Փաշինյանը բերել է մեր գլխին։ Եվ ուրիշ բան ասեմ։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև կրթական խնդիրներին։ Վերջերս մի շատ խելացի մանկավարժ ասում է դպրոց ներկելով եւ դպրոց կառուցելով դպրոցաշինությունը դա չէ, դա շենքաշինություն է։ Դպրոցաշինությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջովին քանդել է այն։ Մնացեք գնացեք դպրոցներ։ Տնօրենը առանձին փող է հավաքում, դասղեկը առանձին փող է հավաքում, թատրոնների համար առանձին փող են հավաքում, տոնածառի համար առանձին, վարակույրի համար առանձին, թեյախմության համար առանձին։ Ես հաշվեցի, որ մեկ երեխան դպրոցի համար լրացուցիչ 10,000 դրամ ամսական փող է տալիս։ Այսինքն դպրոցը ամբողջովին ավերվել է։ Հասկանում եք։ Դպրոցը ամբողջովին ավերվել է։ Ես ասում եմ, Հայաստանի Հանրապետության պարկը 1 տարի 1 միլիարդ դոլարով ավելացել է, 8 միլիոն դոլար դպրոց մանկապարտեզ ասֆալտի համար փող է փոխանցվել տարեկան։ Տարեկան 8 միլիոն դոլարի։ Եվ դա ասում են դպրոց է կառուցել։ Ընդ որում մենք ունեցել ենք 450 տանկ, հիմա ունենք 120 տանկ, միայն 4 միլիոն դոլար, դա տանկերի սպասարկման եւ մարտական վիճակում պահելու համար էր, որ այսօր մենք չունենք այդ տանկերը։ Իսկ Ադրբեջանը արդեն 600 մոտորապես 480-ից 500 քանի տանկ ունի։ Այդ թվերից մոտ կան, պարզապես չեմ ուզում։ Ահա, այսինքն մեր անվտանգության հաշվին դպրոց են ներկում եւ դա ցույց է տալիս որպես պետականաշինություն եւ կարեւոր գործեր։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Եվ դեռ ավելին։ Այս կրթության այդ ոչ ու փուչ նախարարը, որի ամուսինը ամենամեծ գաղափարական հանցագործներից Հայաստանի Հանրապետության, ոչնչացնում է նաև այն կրթական համակարգերը, որոնք տասնյակ 50 տարու եւ ավելի փորձ ունեն։ Օրինակ համար Գորիսում կար ուսումնարան, որը հետո դարձել էր քոլեջ, երկու ուսումնարան, որոնք հետագայում դարձել էին երկու քոլեջներ։ Եվ 2 տարի առաջ ընդունում են որոշում այդ քոլեջները միավորելու համար։ Եվ մի քանի օր առաջ այդ քոլեջների տնօրեններին հեռացնում են աշխատանքից, որպեսզի այդ քոլեջները դադարեն գոյություն ունենալուց։ Ասեմ ձեզ, սակայն գորիսցիները հպարտ, անպարտելի եւ ազնվագույն գորիսեցիները 40 քոլեջի դասախոսներից 30-ը դիում են գրել ազատման համար, չեն ցանկանում այլևս հարաբերվել այդ կրթության նախարարի անօրինական, հակահայկական, հակակրթական քաղաքականության հետ։ Տնօրենը Կարեն Լալազարյանն է, մի ազնվագույն երիտասարդ, բուն գորիսեցի, հիանալի ընտանիքի տեր եւ հիանալի ընտանիքի որդի, մեծ հեղինակություն է վարել Գորիսում։ Երկար տարիներ ղեկավարում է այդ քոլեջը, համեստ, խելոք, գլուխը կախ, երեխաներ է կրթում, ճանապարհ է դնում կյանք, մասնագիտություններ է տալիս մարդկանց, եւ հանկարծ իրեն հայտարարում են, ինչու, որովհետեւ մարզպետը, որը սյունեցիչ է, որը ընդհանրապես գոյություն չունի, այն նիկոլական ոչնչություններից մեկն է, որոշել է այդ քոլեջում ԿՊ-ական տնօրեն նշանակել։ Դե Աննա Հակոբյանը մի որևէ մեկի հետ խորոված կերած կլինի Գորիսում, այն որ ասում էր ես դիրքերում եմ, բայց իրականում գորովան։ Նրա որդուն կամ նրա բարեկամին կամ որևէ մի անարժան որևէ մեկին կդարձնեն տնօրեն։ Իսկ արժանավոր տնօրենը, որը երկար տարիներ այդտեղ կերտել է, այդ արժանավոր տնօրենը այլևս գոյություն չի ունենա։ Ավարտելով խոսքս ուզում եմ ասել, թոշակները չեն բարձրանալ, սիրելի թոշակառներ, որովհետև դուք այնքան հիմար եք եւ անուղեղ եք, որ չեք կարող
արդյունավետ օգտագործել 10,400 դրամը։ Դա Նիկոլ Փաշինյանն է հայտարարել։ Այն կփոխանցվի օֆշոր Նիկոլ Փաշինյանի բացած նոր ավանտյուրիստական եւ հիմար հաշիվներից մեկում։ Բանակ դուք չեք ունենա, որովհետեւ բանակը 10,000 հոգի կրճատում են բանակ, ասում են, գիտես ինչ կա, 1000 հոգի ցանկություն են հայտնել ծառայել, այսինքն 9000 կրճատում 36000-անոց բանակը կդառնա 27000-անոց բանակ։ Այսինքն այն ինչքան թույլ է տվել Ադրբեջանը։ Եթե չեք հավատում, Ալիևի հայտարարությունները կարդացեք։ Բանակ չենք ունենա, որովհետև այդ ավանտյուրան կա։ Փող չեք ունենա, դուք աղքատ եք, որովհետև դուք չեք կարողանում աշխատանք գտնել եւ 75 տարեկան ինչ տարիքա գնացեք աշխատեք, որպեսզի Նիկոլը եւ Նիկոլի հարճը վայելեն աշխարհը ինքնաթիռով ֆրֆրան, երեխաները սովորեն այստեղ, այնտեղ։ Հասկանում եք։ Դուք դրա իրավունքը չունեք։ Աննա Հակոբյանը, որը դարձել է գլխավոր ռեկետյորը, դուրս եկել եւ անբարոյական, տեսից դենից հայտարարություններում հրապարակեք ձեր դիմումը դատախազություն, հրապարակեք եւ դատախազության շտամպը տեսնենք, որ ընդունել է ձեր դիմումը, որովհետեւ դա հետագայում դատախազության դեմ քրեական գործի առիթ է հանդիսանալու։ Դու չես դիմել, որովհետեւ դու եթե դիմես, դա առիթ է հանդիսանալու 50 տարի հետո, 100 տարի հետո այս դատախազների դեմ քրեական գործ հարուցել։ Դրանք ընթացք չեն տվել կամ կեղծել են փաստերը։ Հասկանում եք։ Հենց որ դուք իշխանություն չեղաք, այդ խանութի տերերը գրելու են Պողոսյան Պողոսը հարկայինից եկել է, Պետրոսյան այդտեղից եկել է։ Քննիչը, որ այսօր սրբազան է կալանավորում քրեական գործարար, գրել է ինձ զանգել է այսինչը, ինձ զանգել է այսինչը, այդ բոլորը բացահայտվելու են։ Թե հետո ինչպիսի ընթացք է ունենալ, դա Աստված գիտի եւ հայոց վիժարության ոգին, որը երբեք չի մարել, երբեք չի մարել։ Ժողովուրդ, ոտքի, փրկիր քո պետությունը, քո հայրենիքը, քո եկեղեցին, վեհապար հայրապետ, ամբողջովին, անվերապահ սատարում ենք քեզ, ես օրական հարյուրավոր մարդկանց հետ եմ խոսում, չկա մեկը, որ քո կողքին կանգնած չլինի, on առաջ հաղթելու ենք այս դավաճան թուրքահապատակ իշխանությանը։